Վերադարձանք, մենք վերադարձանք, այսինքն այդ նույն Սփյուռքում գտնվող երիտասարդները, որոնք որ թողը հեռացել են տարբեր պատճառներով, որտեղ ծնողներն են տարել եւ այլն, իրենք վերադառնալու են Հայաստան, ինչի մասնակից է, ինչով կարող է պիտու լինի բանակին, որ տարիքը լրացել է, 27 տարին լրացել է, կամ լավ 27-ից չի դասել 25-ը, 26-ը, բայց առողջական խնդիրներ ունի, հարթատատա, կիսաթաթա, չգիտեմ, եւ այլն, բայց տիրապետումը ինչ-որ մի արեստի, հնարի, չգիտեմ, հունարի, ոնց է ժողովրդական լեզվով ասում, ես բացատրել եմ դա, որ ի տարբերություն նախկինում, ոնց որ եղել ամեն ինչի վրա փող էին աշխատում, անգամ գումարտակ գցելը, այս գումարտակից այս գումարտակ տեղափոխելը գումարով էր, հիմա լինելու է յուրաքանչյուր պրիզի եկավ մտավ Զորամասում 40-45 օր հետո կարանտինից հետո ձևավորվում է հատուկ հանձնաժողով ռազմական ոստիկանության պետի մասնակցությամբ զինվորական դատախազերի ռեգիոնի հակահետախուզության սպայի մասնակցությամբ կորպուսի հրամանատարի տեղակալի մասնակցությամբ եւ նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, որոնք ըստ առողջական վիճակի ըստ մասնագիտությունների զինվորին տեղաբաշխելու են համապատասխան ստորաբաժանումներով, դրանով իսկ իջեցնելով կոռուպցիոն ռիսկը, այսինքն զրոյացնելով, եթե հանկարծ որևիցե մի առողջական սահմանափակումով զինվոր հայտնվեց գումարտակում, որը որ պիտի գնա փոքր ստորաբաժանում, հակաօդային պաշտպանություն խոսքի օրինակ, ՌԵՊ ստորաբաժանում, կապի ստորաբաժանում, բայց հայտնվեց գումարտակում իսկ առողջը եւ ոչ պրոֆեսիոնալը եկարանգավեն թե թոթոլ փողը տեղերը, այդ ամբողջ հանձնաժողովը վեշերը հավաքված կնոմա Վարդաշենք հերակատարողական հիմնարկ։ Մարդը տիրապետում է դրոնային գործին կամ տիրապետում է համակարգչային բուրըն գիտելիքների ուղղակի հատուկ վերապատրաստման ուսումնական կենտրոն, Մարշալ Բաղրամյանի այդ ուսումնական կենտրոնը կար։ Իհարկե դա նախատեսված չի դրոնների համար, հատուկ ուսումնական կենտրոններ կբացի դրոնային զորքերի համար, կգնան այնտեղ կնախապատրաստվեն, որից հետո կտեղափոխվեն համապատասխան զորամասերով ըստ ստորաբաժանումների։ Այսքանը։ Շնորհակալություն, առողջություն լինես։ Շատ շնորհակալություն արծի համար։ Հաջորդը։ Հաջորդը։ Մի քիչ ակտիվ ժողովուրդ ջան։ Ալո։ Չեմ կարող հասկանալ, տեխնիկական խնդիրներ են, թե լռությունն է։ Մի 3 հոգի մի հատ։ Եկավ, ալո։ Ասեք։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, նախ ասեմ, որ շատ ձեզ կարոտել ենք, անհամբեր սպասում ենք ձեր վերադարձին։ Եվ մի հարց ունեմ, ավելի ճիշտ երկուսն ունեմ։ Խնդրում եմ նախ ասեք, հույս ունենանք, որ մինչև ընտրությունները, առաջիկա ընտրությունները ձեզ կտեսնենք ազատության մեջ, կա այդ հույսը թե չէ։ Եվ խնդրում եմ մեկ էլ մեզ մի քանի հուշում տվեք վստահված անձանց հետ կապված ոնց պիտի անենք, ես ուզում եմ ներգրավել, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ուրեմն նայեք, մենք մտադրված ենք այս եկող ուրբաթ օրը, դա դեռ ծրագիրն է, դա կապազրացուցիչ ես կհայտարարեմ, անցկացնենք բողոքի ակցիա, միտինգ Լաս Վեգասում դատարանի առաջ, միգրացիոն դատարան չի, ֆեդերալ դատարանի առաջ, այն որ որոշակի մարդիկ անդադու ասում են, հայ, տեսեք, Միացյալ Նահանգների դատական համակարգը եւ այլն, Միացյալ Նահանգների դատական համակարգը եւս կատարում է իշխանությունների ցուցումը, այն որ մեր մոտ իմոտել է, չէ՞, բանը որ ԱՄՆ դատարաններն անկախ են, այդպես բան գոյություն չունի, անգամ ստեղ անկախ չեն։ 9 ամիսը արդեն, 9 ամիսը ընթանում է երկրորդ դատական process-ը ֆեդերալ դատարանում, ոչ թե նահանգային, ֆեդերալ։ 9 ամիսը են փաստաբանները դատի են տվել իշխանություններին, որ այն մարդ դուրը բացեք, այս մարդը գնում է, դուք ասել եք, այս մարդը գնա, այս մարդը գնում է, բայց քանի որ այս երկիրը չամադանով փող ա վեկալել, ինչ որ մի հատ
վիշվասկ Վաշինգտոնից այդ չամատանով փողը տարել դրել է իր կնոջ շատ ներողություն համապատասխան մարմնի արանքը եւ պարտավորվել է փողը տվողների առաջ Վարդան Ղուկասյանին պահել բանտում ոչ թե ինչ-որ էմիգրացիոն կենտրոն, սա բանտա, պահել բանտում կեղծ մեղադրանքներով մինչև Հայաստանում ընտրություններն ավարտվի դրանով փորձելով վերարտադրել Նիկոլին, բայց ին ոտերը կերել է այդ ինչ-որ մարդը, որ ինքը մուրազին կհասնի։ Դիք մեկ, այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մենք հնարավորինս արագ դուրս գանք, վերջի դատը տեղի ունեցել ապրիլի 14-ին։ Եվ դրանով փակվել է դատը, վերջ, ապրիլի 14-ից հարգելի հարցնվող ջան, մենք սպասում ենք դատավորի պատասխանին, որ ինքը պիտի պատասխաներ մաքսիմում 72 ժամվա ընթացքում, որ այո, վեշերը թավքի գնա կամ չէ մի գնա։ Բայց չի կարա թե չէ մի գնա, որովհետև համ մենք ենք ուզում այդ համ առաջի ացյանի միգրացիոն դատավորն է նման վճիռ կայացրել, իսկ ստեղի միգրացիոն դատավորները ոչինչով չեն տարբերվում, նամանավանդ այդ իմ դատավորը ոչինչով չի տարբերվում նոտարից, այն որ մենք ասում ենք Հայաստանի դատավորները նոտար են, այսրանք էլ են նոտարից էլ պետար են, հələ մեր մոտի նոտարները մի քիչ ուղեղ ունեն սրանք, գիտեք ոնց են մտածում, խոսքի ունակ հիմա եթե դուք դիմաց լինեիք ստեղ միգրացիոն ապաստան խնդրելու համար լինելով կորեական ժողովրդական հանրապետության քաղաքացի կայնդեր, հա, Корейская народная демократическая республика, Հյուսիսային Կորեայից, ու ասեք գիտեք ինչ ես Շրեք մուլտիկը նայելու համար 25 տարին ուղարկել են Ացուխի հանքերը իմ ամբողջ ընտանիքով, որովհետև Շրեք մուլտիկը ամերիկյան մուլտիկա, ես միգրացիա հանքից փախել եմ, հիմա եկել եմ ձեր երկիրը ապաստան եմ խնդրում, կասեմ մի րոպե, ձեր երկիրը ո՞նց է կոչվում, կորեական, ժողովրդական, դեմոկրատական հանրապետություն, վերջ դուք եկել եք դեմոկրատական երկրից, հաջողություն, դեպորտ, այսինքն այդպես է ստեղի դատարանն աշխատում, այդպես ես չգիտեմ նախկինում ոնց ա եղել, բայց այս իշխանության օրոք տենց աշխատում են, մենք ամեն ինչ անում ենք, մեկ վայրկյան շուտ դուրս գանք եւ գնանք այս երկրից, մենք չենք ուզում այս երկրում մնակախ տեր, հիմա ասում ենք չէ, այսինքն չեն էլ ասում չէ, կան լրություն ալ։ Վերջի դատն եղել ամսի 14-ին 72 ժամվա ընթացքում պատասխանը պիտի լինի։ Այսօր մայիսի 10-ն է, դեն չկա։ Այս էլ ձեզ դեմոկրատական երկիր է, որ որոշակի մարդիկ Ամերիկայից որոշ թափահանում են, հələ ասում են դեմոկրատական երկիր է, այս այնա, դատական համակարգն անկախ, այդպես բան գոյություն չունի, հարգելիներս, գոյություն չունի, անկախ դատական համակարգ գոյություն չունի, անգամ ստեղ ֆեդերալ դատարանի մակարդակով։ Էդի որ դուք իմանաք, այսինքն մենք ամեն վայրկյան սպասում ենք։ Եթե բաց թողեցին մինչև ուրբաթ օրը ես հրավիրել եմ հանրահավաք դատարանի առաջ, որ կան ժողովուրդը լրագրողներով բանակ ասենք դատավոր ջան, խնդրում եք մեզ մի բան ասա կամ չայ մարդ։ Վա։ Ադիք մեկ երկրորդը վստահված անձանց գրանցելու հետ կապված այսօր կամ վաղը մեր Facebook-յան էջում կտեղադրվի հայտարարություն, որտեղ որ ժամից որ ժամը կարող որ հասցեով կարող են գալ ներկայանալ եւ գրանցել վստահված անձ, որովհետեւ դա ժամանակ ունի, միջև այս ինչ ամսի քանիսը անպայման դրա մասին կհայտարարվի, խնդրում եմ ուշադիր հետևեք Տոկոսակցության Facebook-յան էջի եւ այս Telegram-ի կանալի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն պատասխանի համար, պարոն Ղուկասյան ջան։ Առողջ մենք կգնանք երբ ենք այս դեմոկրատական երկրից հնարավորինս արագ փախնում, որ կոռուպցիան հերեսաղին ուտում, ստեղ էլ այլ է ուտում, փողը տուր ու հետո ուզես է կպրնեն, որ ասում են Վարդան Ղուկասյանը միգրացիոն կարգախախտե, այդպես բան ասողի սիրտը սևնա, թոքը սպիտակի, եթե հանկարծ չապացուցեց, ասենք առաջ, հաջորդ Հաջորդը ժողովուրդ ջան, մի քիչ արագ, ակտիվ։ Ալո։ Վարդան ջան, բարև։ Հա, ողջույն։ Հուսով ենք շտապույտ կերպով
ասած ես մի հարց եմ ուզում քեզ խնդրում եմ, մի քիչ բարձր, հա, ասեք։ Սարաչի հետևորդներից եմ, բայց դա այդքան է կարևոր չի։ Կարևորը որ ես մենակ մի հարց եմ ուզում ուղղեմ, քանի որ Հայաստանում աղքատ բնակչության մեծ մասը վարկերի հանգած ու դու մի անգամ դերում ասիր որ դաս պետք է լինի վարկերը պետք է ջրվեն, այն որ ժողովրդին կողել են վարկերի տակ, ասում են։ Նելու է մի հատ պետական բանկ ու վերջ։ Այո։ Ու այդ վարկեր ժողովրդին, որ տրամադրել են այդ սեփական բանկերը, պետք է սա ճիշտ է։ Հարցը մի քիչ բարձր ու խնդրում եմ արագ, խշում եմ բարձր։ Հետո հարց ինչու՞ է պարունակում։ Ես լավ եմ հիշում ինչ եմ ասել։ Հուսով եմ շուտ կազատվես ու հարցերը կլուծես։ Ահ, հետո ես հիմա նորից հիշեցնեմ այդ հարցը, այսինքն վարկերի շուրջ կապված։ Այսօր Հայաստանում բոլորը գտնվում են վարկերի տակ, արդյոք ճիշտ է։ Հայաստանի կառավարությունը, եթե չեմ սխալվում, մի անգամ օրենք ընդունեց, որ մինչև 2 միլիոն դրամ, եթե մարդը պարտքա բանկին եւ այլն, բանկը իրավունք չունի, այսինքն պարտային բանը հարկադիր ծառայողը իրավունք չունի մարդու ձեռից տունը խլի, բայց միևնույնն է շարունակում են խլել։ Ուրեմն ես էլ ասեցի, ես շատ լավ հիշում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բացվելու է պետական բանկ։ Հայաստանի Հանրապետության հարկադիրը այլևս չի գնալու ոչ մի քաղաքացու հետևից, ասի գիտես ինչ, դու պարտքես բանկին, քելեպարտքը, չգիտեմ, տանը տելևիզորը, ռադիոն, լվացքի մեքենան տալեմ եմ, տալեցեմ բանկին, բանկը տվել է, բանկը դու հաշվարկես, ում ա տալի, ինչ ա տալի, խի ա տալի։ Միայն հարկադիր ծառայությունը մաքսիմալ ակտիվ կերպով այսպես ասած գնալու է այն մարդկանց հետևից, որոնք որ պարտք են մնալու պետությանը, պետական բանկերին, բայց երբեք տուն չի խլելու մարդու ձեռից, որոնք որ պարտավոր են ալիմենտ վճարել իրենց երեխաներին, բայց չեն վճարել, որովհետև երեխա բերելուց լավ են, չէ, ուֆ անեն երեխա բերեն, բայց երեխա ես բերել լավ ես արել, եւ այդ երեխու ալիմենտը ով պիտի տա, ինքեր պապա կամ ինքեր մամա, եթե գցել ես երեխուն, դու պիտի տաս, այդ ժամանակա գնալու հետևից անպայման, մեկ էլ մի հատ էլ բան կար, որով որ պիտի անպայման հետևողական լինի, եւ այդ հարկեր турքերի հետ կապված, որը որ կապված է պետության հետ, իսկ մասնավոր բանկը փողը տվել է, դա մասնավոր բանկի բա պրոբլեմն է, այո, հետակայում, եթե չի վճարում մասնավոր բանկի, դա ազդելու է քաղաքացու վարկային պատմության վրա, բայց քաղաքացու ձեռից տուն խլել, չգիտեմ, գնալ երեխու խաղալիքը վեկալել, որ բերել տալ Կրզոյի բանկին, կամ չգիտեմ, ինչ են, խլեշ Բարսերի բանկին կամ Քոչանի բանկին, էդի բան մոռացեք, ես ասել եմ եւ այդ օրենքը ընդունվելու է։ Հարկադիրը լինելու է միայն պետական բանկի համար, եւ պետական բանկը պիտի տա ավելի մի քանի անգամ ցածր տոկոսներով, ոչ որ այսօր տալմա, չգիտեմ, մասնավոր բանկերը։ Էդի գլուկա պեչատուկա։ Այդ է ուզում ասել։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Տալուս։ Պարոն Ղուկասյան, ես ձեր նախկին զինվորներից եմ, որ ծառայել եմ Վարդենի զոդում ու անձամբ ես ձեզ տեսել եմ որպես ծառայություն ստուգող։ Ես զրուցել եմ ձեզ ուղիղ եթերով, եթե կհիշեք ուղեկցողների հետ կապված։ Պարոն Ղուկասյան, մի հարց եմ ձեզ ուզում ուղղել։ Նախ առաջի հերթին տեսնում եք սոցցանցերում, մի րոպե պաուզա, ես նորից հետ վերադառնամ, սեղ խոսելն էլ է ժամանակով, մեկ մեր փողով ենք խոսում, բայց ժամանակով ես խոսում, հեսա հետ եմ գալի։ Ուղղակի մի երկու հարց եմ ուզում փոխանցել ու հարց եմ ուզում տալ ձեզ։ Նախ առաջի հերթին ձեր իշխանության գալու դեպքում ինչպես նախկինում եղել են ուժեղացված ծառայություն ռազմական ոստիկանության կողմից զորամասերում եւ ասենք դիրքերում։ Լինելու է նման ծառայություն թե ոչ, եւ երկրորդը համազգեստի ազատ վաճառքը, համազգեստը կրելը առանց որևիցե համազգեստի հետ առնչություն ունեցող մարդկանց վերաբերյալ սոցհարցակներում համազգեստ զենքեր պոստերում նկարահանումների հետ կապված, բունկերներում թույլտվություն տալու դեպքում նկարահանել հնարավոր է թե հնարավոր չի, կամ ասենք նման պարագայում ես այդ հարցը հասկացա։ Ինչ ուղղություն են։ Ուրեմն ռազմական ոստիկանության ուժեղացված ծառայություն լինելու է այնպես ինչպես որ ես էի ուժեղացված ծառայում Վարդենիսում կամ Վայքում, էդիկ մեկ,
Երկրորդը, եթե զինվորական համազգեստ ես տեսակ իմ իշխանության օրոք որևիցե մեկի հակին, որը կապ չունի զինվորական ծառայությանը, չգիտեմ, բենզակալոնկի զապրավչիկ, չոբանը սարերի մեջ եւ այլն, ամենը մինիմումը, որը սպառնում է տվյալ անձին, դա 300,000 դրամ տուգանքն է մինիմումը։ Մաքսիմումը գնալու է սովետի ժամանակ կար 15 սուտկա կալանք։ Ինչ լուչի խախտումանը մեր թողարկը մեր 15 սուտկա կալանք, կգնա 15 սուտկա կալանք, կներգրավի հանրային աշխատանքների մեջ զորամասում, այդ քաշատասիրում ֆորմեն։ Ֆորմա կրելը արգելվելու է, զորամաս մտնել բունկեր նկարը, ես գիտեմ դու նկարը դունես են թութույա, ինչ չգիտեմ հիմա ինչ երեք է բերանես, ով է դա որ գնա մտնի զորամաս բունկեր նկարի կամ ես ինչ նկարի, տղա ջան, դու Ես չգիտեմ, անգամ բանակ ծառայելը թիք չէ, հլինք է, երիք չէ, մի հատ դլո հետևից է տանում։ Այսինքն, բանակը, սրանք ամեն ինչ արել են բանակը ոչնչացնելու համար, եւ այդ process-ը բավականին հաջողությամբ այս իշխանության մոտ հետմա, բայց այդ բանակ ոչնչացնելու process-ը սկսվել է Վաղուստանից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակն է, սկսան մարդկանց փողով ազատել են։ Կամաց, հետո, եթե դու ժամանակ ես ծառայել, դու կհիշես, որ զբորնի պունկտի դեմը մարդիկ գալիս էին փողով, իրանց ուզածները կծում էին։ $1,000 կամ 1,500 պրոստը տալում էիր, որ Հայաստանը գնեիր, Ղարաբաղ չընկնեիր։ Եվ այդ ամենը կատարվում էր բաց։ Դեն որ ինչ-որ միացել գաղտնիք չէր, գալի մտը մեր ժողովրդներ որտեղ անեմ, ինչ անեմ, ում տամ, ինչ անեմ, ուղարկում էին մի հատ մարդու մոտ, այնտեղ միշտ կային, սպասում էին, կա զորավակային վարչության պետերի շոֆերներ էին, անձիկ էին, բարեկամներ էին, փողը տալում էր, ուսո, դու Ղարաբաղ չէիր ընկնում, բիզնես էր։ Այդ ամենը վերանալու է։ Իսկ հաջորդ հասնելու ներողություն, իսկ համազգեստի ազատ վաճառքի համար դուք ստեղծել եք հատուկ խանութներ, որը որ ասենք ենթարկվել է ՊՆ-ին, որ ասենք փաստաթղթեր ցույց տալու դեպքում նոր կարողանան համազգեստ գնել, թե նորից դնելու է ազատ վաճառք, ով ուզի, ինչի համար ուզի այդ համազգեստը գնի։ Դա պիտի լինի կենտրոնացված միտեղ, որսորդական համազգեստը ուրիշ հարց, որսորդական համազգեստը փոթանեն վաճառեն որտեղ ուզում են, բայց այն ինչ որ բանակի համազգեստն է օֆիցիալ, պաշտոնական, դա բանակի, դա զինվորի, դա սպայի համազգեստը, դա պիտի լինի միայն հատուկ, հիշում եք զորամասում կար զինար, որ ասում ենք չայնի, այդ չայնիների մեջ չէ, հատուկ խանութ Երևանի մեջ, այսինքն մի քանի քաղաքներում, Հայաստանի խոշոր քաղաքներում կլինի նման խանութ, որը որ կվաճառի բանակի հակոս, բայց ես չեմ կարող հասկանամ, նաև էս էլ ինչի պիտի վաճառի, եթե բանակը դա ձրի է տալի, դա չեմ կարող հասկանամ, ասենք այս պայի դրությամբ, կարող է ինչ-որ վնասվել է, ճղվել է, ուզում է նոր առնի փոխի, դա ուրիշ հարց։ Այդ դեպքում, այսինքն գնողը պիտի ցույց տա զինվորական վկայական եւ դրա հիման վրա համազգեստը գնի։ Դա չէ, թե կողից մեկը համազգեստ առնի հակնի ոտնա։ Չգիտեմ ես։ Վկայականը ցույց կտա համազգեստը կառնի։ Եթե վնասվել է համազգեստը։ Շնորհակալություն ձեզ ու ձեր մայրիկին առողջություն, ձեզ էլ շուտապույտ ազատություն եմ ցանկանում, պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյան, բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյան, համարտակ տարածված է օնլայն կազինոների մասին լիքը տեսանյութեր եւ այլն։ Ինչ արգելափակումներ եւ ինչ սահմանափակումներ պետք է լինեն։ Շնորհակալություն։ Ուրեմն շատ լավ հարցրեցիք։ Հայաստանի Հանրապետությունը նախ առաջինը փակվելու է այսպես կոչված օնլայն կազինոները եւ գործող կազինոները։ Հայաստանի Հանրապետության տարածքում ես կազինո չեմ ուզում գնամ։ Կարող է ինչ-որ միտեղ Ծաղկաձորում, եսիմինչով, տնտեսական եսիմինչներ դրումներ հաշվառելով մի հատ մնա, բայց ոչ Երևանի մեջ։ Բայց այդ օնլայն կազինոները միանշանակ փակվելու։ Հիմա դուք ասելու եք ո՞նց։ Ուրեմն քանի որ ես ասեցի, որ պետական բանկ է լինելու։ Պետական բանկը, այդ թվում ներկենտրոնական բանկը, Կիչասի հրաման, բոլոր այն մարդիկ, որոնք որ ունեն, այսպես քարտերով, չէ՞ թե այդ կազինոները, քարտից գումար փոխանցվեց, կասկածելի ինչ-որ է դրույքա խաղեր եւ այլն, քարտը բլոկվում է։ Ես ձեր գումարը հետա վերադառնում ձեզ։ Դա եւ բանկը ձեզ ուղարկում է զգուշացնում, որ հարգելի բաժանորդ, դուք խաղում եք, դուք մտել եք ես ինչ արգելված կայքը, խաղում եք կազինո, չգիտեմ ինչ, խնդրում եմ դադարեցրեք։ Եթե բաժանորդը բանկի բաժանորդը չի հասկանում, նորից հակրկնեմ այդ գործողությունը, այս ժամանակ քարտը կարգելափակվի 10 օրով։ Այդ մեջի փողը կմնա վրեն չկանացածես։
Մի տարվա ընթացքում 3 անգամ նույն գործողությունը կրկնվեց, տվյալ անձը քարտը կրողը կգնա 15 սուտկա կալանք։ Էլի նորից 15 սուտկա։ Եթե պետական աշխատողը կազատվի պաշտոնից, եթե զինվորականը կազատվի պաշտոնից, եւ այդ մասը կսկսի քննություն, որտեղից քեզ այդ կանգում է, որ դու մտնում ես օնլայն կազինոյից խաղալ։ Այսինքն պետք է տավի լայն պայքար այդ կազինոների այդ օնլայն, այդ տոտո, մոտո, ինչա դրանց անունները, բուքմեյքերային գրասենյակները փակվելու են։ Դրանց հաշիվները բոլորը սառեցվելու է։ Այդ դրանց վրա եղած բոլոր գումարները գնալու է գրկմփ բանակին։ Լրիվ ինչ կա չկա այն Վիվարոյա, այն Վիգենա, ինչ բոզի տղայա, որ միլիարդատեր է տարել, համալիրում էր հարցանիքեր անում, խախպի տղեն, էլի նորից է տղեն ինչպես է ծծի դրան, դու տես։ Դրա ամբողջ այդ բիտքոին եւ այդ բոլորը պետականացնել եմ ես անմիջապես եւ այն եկավ են պագրանիչնիկին տարա որ հանկարծ զոկուսնակցությունը մտավ պարլամենտ որ սահմանային կետով այս ժամանակ հայտարարելու են ով հանկարծ սրանց թողել է այդ վիգեն միգեն այս իշխանության անդամներին Հայաստանի սահմանը հատել այդ պագրանիչնիկը ցավանցելու է Կապ չունի որ հնարավոր մինիստրը չկա ազգային անվտանգության եւ այլն որ փակի սահմանը ես եմ հրաման տալն դոկուսակցությունը պարլամենտ մտավ անմիջապես իշխանությունը վերցրեց մեծամասնությունը ես հրաման եմ իջեցնելու բոլոր պագրանիչներին որի մոտով սրանցից մեկը հատել է պետական սահմանը այդ պագրանիչը ծմադատվելու է Սրանց սաղ այդ կապիտալը որ հիմա նստած է թե չնայում ես ասում Հայաստանը 20 միլիարդ դոլարի բանա խաղացել Ալիշա, օնլայն կազինո, այ իսկ փողեր են։ Այս սա ուղղելու է բարակ։ Թույթան բողոքեն, ինչ ուզում են թողնել, նախ չեն եկարա գնա բողոքեն, բանտու պատելու են։ Օնլայն կազինո չի լելու, մոռացեք։ Թոնստեն բա խաղալ, չինգա չունք, դոնալ բալով, ատենց խաղակ։ Էդ ատենց էլ թաղայինը տեսա էլի ապրնելու։ Դուրա գալի, դուր չի գալի, ես եմ ախտը ջան։ Ուզում եք խաղալ, գնացեք ուրիշ երկիր ապրեք, այնտեղ խաղացեք ինչքան ուզում եք։ Ես հեսա տեն մեր ծերի ճակատարվան։ Չինելու օնլայն կազինո չի, անես կազինո կարող է ինչ-որ մի հատ թողեն, ինչ-որ մի հատ ընել դրա հարցը, չեմ ուզում 100% ասել, չէ, հələ կտենամ իշխանովա նպատակահարմար, երել ոչ Երևանում, կամ Ծաղկաձոր, կամ Ջերմուկ, հեռու, Երևանից հեռու, չեմ կարծում 1000 դրամ, 3000 դրամ խաղատուրիկ իրականացնումա, մարդ կշի գնացի Ծաղկաձոր, կամ բան Ջերմուկ, այս կանը, հաջորդ Պարոն Ղուկասյան ջան, պարոն Ղուկասյան հարց ունեմ։ Ասեք։ Հարգանքներս պարոն Ղուկասյան, կա անկլավների հարցը պարոն Ղուկասյան։ Մենք Տավուշի 4 գյուղերը հանձնել ենք կամ փոխանցել ենք։ Դեռ կա 3 գյուղեր, որոնք պետք է հանձնվեն։ Բայց դեռ կա Տիգրանաշեն գյուղի Բայց դեռ կա Տիգրանաշեն գյուղի հարցը։ Եթե հարավ-հյուսիս այս ճանապարհը մենք պետքա անկլավները հանձնենք, մենք մնում ենք մի ասենց տուպիկի առջև, վերևից Վրաստանի հետ կապված պատվիճակում է, ինչպես? Վարդան Ղուկասյանը հանձնելու ոչ մի բան չունի, այդ իշխանությունն է եկե չի եկե սա հանձնում է, ես հələ պիտի հետ բերեմ, ինչ է հանձնեմ, ինչ անկլավ։ Պարոն Ղուկասյան, Ղարաբաղի հասնել էին տենց ասում, բայց պարզվեց, որ արդեն Ղարաբաղը դրանք բաղուց հանձնել էին։ Ես այդ ասողներից չեմ, Ղարաբաղը հանձնեցին պարլամենտական այդ 3 կուսակցությունները, այսը որ հել ընկել են մեյդան, իբրև ընդդիմություն են անում։ Ես հող տվող չեմ, Վարդան Ղուկասյանը ինձ հազար անգամ կբերեք տիկին ջան, բայց Վարդան Ղուկասյանը փոզի տղա չի, որ հող հանձնեց։ Պարոն Ղուկասյան, մենք գիտենք, որ դուք պետք է ամեն ինչը հետ բերեք, բայց մենք վախենում ենք, որ հանկարծ արդեն ստորագրած լինեն այդ անկլավների հարցը։ Արդեն ինչ լինի։ Ես թքացել եմ, թե ինչ է ստորագրել։ Ստորագրել է, ես այդ ստորագրողին չեմ ուզում հիմա բան անեմ, կհանձնեմ համապատասխան տեղը, իրանք թողնեն այդ ստորագրողից բան պահանջեն։ Մենք այս գժիկ գրազների հետ կապ չունենք։ Ինչ ստորագրել է, ով հետ ինչ պարտավորագիր կնքել է եւ այլն, մենք դա չենք կատարելու, ինքնանից ասում եմ։ Մենք դա չենք կատարելու, ինչ ես հոգեկան հիվանդը ստորագրել է։ Էդի մեջ չի վերաբերվում։ Մոռացեք էդի։ Այո։ Ես դրա համար եմ ասում, ոչ
մեզի ուժեղ բանակ ա պետք, եւ այդ բանակը ստեղծելու ենք, մեզի ուժեղ աջակից երկիր ա պետք, եւ այդ աջակից երկրները կան, համենայնդեպս մինիմում 2-ը, մեր կողը կանգնած են, եթե տենան, որ իշխանությունը, այլ դավաճան բոզի տղա չի, հողը արյունով եմ պահում, ես հող տալու միտում չունեմ, սա ստորագելա կեթոյթա սրա գերեզմանից էլ, հողը ուզեն, իզնից, ժողովուրդ ուզելու բան չկա, goodbye my friends, ստորագել է, անունի չեն անտերի, ենքան միջազգային սևրի պայմանագիրա սորագրել, իշքան միջազգային պայմանագրերի սորագ, որ թուրքերը հայերի նկատմամբ պիտի լավ լնեն, թուրքերը պիտի հայերը լավ ապրեն, չգիտեմ Ուիլսոնը ինչ գրող ու սև ցավա, արդեն անեն է բխարեցիա, ինչ ասես սորագրել են, երբ է թուրքյան դա հաշվի առել, էդի ոնց է լավ ու պիտի ես հաշվի առնեմ, բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան։ Խնդրեմ։ Ուրիշ։ Ստորագրել։ Ստորագրել ֆելը պատասխան տա։ Պարոն Ղուկասյան, ընտրություններին 19 կուսակցություն են մասնակցում, բայց պարզ է, որ 19 կուսակցություններից շեմը կարող են հատել 4-5 մաքսիմում, ենթադրենք։ Սադրաբար դուք գիտեք, թե դրանք ովքեր կարող են լինել։ Ասացեք խնդրեմ, եթե դուքը չհավաքի իհարկե աստվածանի 50+1, 50%+1 ձայներ, այդ պարագայում այս կուսակցությունը կա, հավանական այն կուսակցությունը, որ այդ կազմի կոալիցիա պարլամենտում մեծամասնություն ունենալու համար։ Եվ ինչ պայմաններով է դա կազմվելու այդ կոալիցիան։ Ուրեմն դուք շատ ճիշտ եք նկատել, որ շատ եկել լսվել են, բնականաբար դա պատահական չեն լսել են ձայներ փոշիացնելու համար, այնտեղ ինչ-որ գալստուկավորներ են հել հայա ու մեծ մասը բանակը չծառայած։ Իսկ դիմացի հարևանը չի ճանաչում, գյադագյուտ եք, են Թաթոյան, Մաթոյան եւ այլն։ Սիրտս խառնեց արդեն։ Ուրեմն միանգամից ասեմ, որ ԿՊ-ի հետ ոչ մի պարագայում Վարդան Ղուկասյանը չի միանալու։ Վարդան Ղուկասյանը պիտի պոռնիկիցանում դլնի, ի այդ սաղ թայֆով անդեր, դոկուսակցությամբ, որ միանա ԿՊ-ին։ Էդիկ մեկ, էդիկ մոռացեք։ Վարդան Ղուկասյանը կյանքում իշխանության չի բերելու Ռոբերտ Քոչարյանին։ Էդ էլ մոռացեք, էդ էլ անցանք։ Ես հոկտեմբերի 27-ի մարտահասպանին 39 քաղաքական սպանություն գործածին, Արցախը հանձնածին, այո ոչով, գիրանցով, բերցորով, ես իշխանության չեմ բերելու, թող ոչ մեկ չմեղադրի։ Ինչ վերաբերում է մնացած ովքեր կանցնեն, Վարդան Ղուկասյանը կամ դոգը կմիանա միասին, չգիտեմ, դաշին կազմի ով կընդունի իմ նախընտրական ծրագիր, ով կասի, որ Արցախը պիտի լինի հայկական, փախստականները պիտի վերադառնան Արցախ, եւ նախկինները, այդ թվում նաեւ սրանք համատարած պիտի փտեն բանտերում։ Սրանց ունեցվածն էլ պիտի պետականացվի։ Այս երկու մեծ նախապայմանները ով կընդունի, մեկ դրա հետ կկազմեն կոալիցիա, բայց խիստ կասկածում եմ, որ օլիգարխ երևույթը կամ մնացած որևիցե մեկը այս նախապայմանները կընդունեն, որտեղ նույն Տաշի Սամոյի հացաբունկեղին ասեց, մեկ մեր հարևանից պահանջ չունենք, բա որ պահանջ չունեց, եկել էսի չանեց։ Եվ զարմանում եմ մարդկանց, որ ուզում են գնալ ընտրեն հացաբուրկեղենին։ Տաշին, որը որ հարևանից պահանջ չունի, հարևանը քեզից ունի, դու չունեիս։ Կներեք ես հեսա հետ գամ ժամանակը սպառվեց, մնացեք դեպի մեջ։ Ես վերադարձա։ Ես վերադարձա, մի րոպե հարցը ավարտեմ նոր։ Այդ ուրեմն նախ, եթե Վարդան Ղուկասյանը մինչև ընտրությունների վերջը բախվեց այս բանտում, նշանակում է ընտրությունները չեն անցել արդար, որովհետև տեխնացուներից մեկը չի կարողացել մասնակցել ամբողջական ընտրական process-ին, այսինքն այս երկիրը, որի հռչակել է դեմոկրատական, կա խաղքի դիմաց առևանգ է եւ պահում է բանտում վարչապետի տեխնացուին։ Եվ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, ընտրությունները մենք բողոքարկելու ենք եւ կանի ամեն ինչ հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ չգա իշխանության։ Դուրա գալի դա շատերին դուր չի գալի, ես դա կանեմ, ես եմ դա անելու։ Սրանք ինչքան իրանց ոռը ճղեն ուզենան Նիկոլ պահեն, չի լինելու։ Ես հիմա խոսում եմ, որտեղ սա նաեւ ձայնագրվում է, որ իրանք հետո սա նաեւ լսեն։ Ոչ մեկ չի համար, այսինքն որ որոշակի մարդիկ հելել են, դաժե լինելով Հայաստանում վախում են Արցախ բառ ասել, բայց հելել են ուզում են դառնալ վարչապետ։ Վարդան Ղուկասյան ամերիկյան բանտից իրանք ճղում ասում է Արցախ, Կրիմյատել ասում է խախտի
տղեկին, որ հիմա ինձ Ստեփանն է։ Ես միևնույնն է իշխանափոխություն անելու եմ։ Ուզում եմ, չգիտեմ, Ստեփահեն ուզում եմ դրությունից հետո նոր հետը թողան։ Նիկոլ չի վերարտադրվելու։ Եվ միանալու եմ նրա հետ, ով որ կընդունի այն, ինչ որ ես ասել եմ ժողովրդին, չի ընդունի, ուրեմն թող գնա, եթե ես հավաքած կլնեմ, չգիտեմ, ամենաբadagույն ձևով ասենք, ինչ որ ընտրակերտիկներով եւ այլն, ով որ շատ հավաքել է, թող գնան երկրորդ փուլին, կգնան երկրորդ փուլ ուրեմն, կամ ես կգնամ երկրորդ փուլ, բայց ես Ռոբիկ եւ Նիկոլ իշխանության բերողը չեմ, մոռացեք, չնայած Տաշիրը Ռոբիկին իշխանության բերողը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ գնում են Տաշիրից, են դա հետևություն ունեն, որ Տաշիրը Ռոբիկ պիտի բերի։ Ամենավատագույն դեպքում, լավագույն դեպքում Նիկոլ, որովհետև Տաշիրը նորից ասում, ես հողային պահանջ չունեմ իմ հարը, էդիկը չի ասում, հազարբուրկեղ են ասում, ինքը դաժե բառապաշար չունի, որ հողային պահանջ բառը հասկնա, ես գիտի որ դա անգրագետ է, բայց որ Տիգրան Արձաքանցյանի հետ նույն դպրոցն ավարտե եւ նույն ատեստատն են կրել, ես չգիտեի, բայց որ հետ էլ համոզվա։ Ռուսերենից ես անում թեմատ Ռուսաստան այդքան ապրելով հանդերձ 5-6 բարեցավը չգիտի, դան այդ խլեբվատա, извините, պրծավ, էտա, բառապաշարը, ուզում է դառնա վարչապետ, դրան լսելու ձևը, բդես, պլոր, մլոր, հազանական ներողություն, դրանım ժողովրդի թեմը նստում է, դուք դրան եք ուզում, բերեք, Եթե պիտի գնան մարդիկ դրան զենտա, թողնան զենտա, բայց հետո թքելու են մեր հարևան ասոյի պայտիկի, որովհետև եթե մի մարդ ծախսում այսօր, ընտրակաշակը որ ծրծրել են բաժանումա, ու ոչ մեկ չկնեմ ասում, գիչ, դու ընտրակաշակը խես բաժանա, խիչեն բռնում բաժանողին, ամենավերևի, են մանր մուներներին է, խոզի մռուտ բոշում կերած, մերացին, մի հատ էլ ասում են զինվորական է, թեշտա զինվորական չգիտեմ, խոզը մռուտ կերած զինվորական է։ Նա արդեն իրավունք չուներ մասնակցելու ընտրապայքարին, որովհետև անարդար է սկսել։ Եվ եթե մարդ բաժանում է այսօր 100-150 հազար դրամ, ինքը դրա տասնապատիկը վաղը ձեզանից սիրելի քաղաքացիներ, ձեզ կամելով հետ ախլելու, այտենց օլիգարխ չկա, որ մտածի երկրի մասին, ստեղել է օլիգարխ եկել իշխանության, զանգեք, Ամերիկա, ոնց ուզում ալի մեկ բարեկամ կունենաք, զանգեք հարցրեք, ոնց է ձեր ապրուստի վիճակը այժմ, գոհեք ձեր ապրելակերպից թե ոչ, ձեր հարցին կպատասխանեն, մեկա դուք գյուշակի մարդիկ ասում են, սպմա, կարող է խափմա, զանգեք ձեր բարեկամներին հարցրեք, ինչքան է բենզինը, խոսքի օրինակ, 12 ամիս առաջ եւ ինչքան է բենզինը հիմա, խոսքի, մեկ հետ բենզինը, հաջորդ հարցը։ Բարև ձեզ Վարդան Ղուկասյան։ Արեմ ծղաջոն։ Ինձ Լուծվիկը ուզում եմ ասել, որ նախարարելու մոմենտով նախարար նշանակեք, ինկվիզիցիայի նախարար, թե եթե բացվի, այդտեղ անց ինկվիզիցիա անեմ, այդ կաշառք դավաճաններին, կաշառք վերցնողներին, անց ինկվիզիցիա անեմ, որ ձեր ասած մուլտիկը, Գանձերի կղզի մուլտիկին, որ մեռածներին նախանձեն իրենք։ Միայն, որ ասենք նշանակեք ինկվիզիցիայի նախարար։ Ցավոք սրտի նման միջադեպ դեր աշխարհում չկա ինկվիզիցիայի նախարարություն։ Ես անգամ ինչի ծիծաղս եկա, պաստորեն դուք հիշում եք անգամ այդ բերած մուլտիկի օրինակը։ Լավ մուլտիկ է, բայց պետական դավաճանները ես խոստանում եմ, որ գտնվելով քերակատարողական հիմնարկում իրանք անպայման Երանի կտան մահացածներին։ Այդ իմիջիալոց այդ մուլտիկի մեջ այդ մի վոտանի հանցագործին ձայնը ապահովել է Արմեն Ջիգարխանյանը։ Դա էլ ասեմ։ Եղավ, հաջորդ հարց։ Շնորհակալություն, շատ լավ բան ասել։ Ասում եմ, որ դա ինձ տակ այդ գործը ես անենց ջանասիրաբար կկատարեմ։ Շնորհակալություն։ Այնտեղ այն ես մի քիչ ավելի հետաքրքիր բաներ կմտածեմ դրա հետ կապված։ Եղավ։ Լավ, մի տվեցիք կմտածեմ։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Եվս մեկ հարց բանանենք եւ վերջացնենք, ալո։ Լսում ես Ղուկասյան ջան։ Հա, լսում եմ, ասեք, մի քիչ արագ, ժողովուրդ ջան, Բարի օր։ հա։ Ողջունում եմ քեզ։ Շնորհակալություն։ Ցանկանում եմ քեզ առողջություն քո մայրիկին նույնպես առողջություն Ղուկասյան ջան։ Ալո։
Նայ, ասեք, լսում եմ, ասեք։ Ղուկասյան ջան, մի հատ sense հարց քեզ էլի։ Ուղղակի ինձ շատ էլի վտատանջում այդ հարցը։ Հիմա դու ասեք խոսքի դաշինք որ կազմես ուրիշ կողմնակցությունների հետ։ Դու ասեք, չգիտեմ, ինչքանով ես տեղյակ եմ, եթե ճիշտ եմ իմացել, Պարուլ Հարիկյանի հետ կամ մյուս կուսակիցների հետ։ Արդյոք մտավախություն չկա, որ նույն Արտակ Գալստյանի պատմությունը կլինի, Ղուկասյան ջան։ Խնդրում եմ այդ հարցին պատասխանես, էլի։ Մեծ հաճիկով, ուրեմն նախ մեկ ազգային ժողով ենք գնացել առանց դաշինք, դա մեկ։ Դոկուսակցությունը մտել է դոկուսակցությունը, այնտեղ դաշինք չկա։ Այո, մեր կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք որ եկած են, այսինքն մենք վերցել ենք մեզ մոտ մեկ այլ կուսակցությունից, բայց ընտրություններին գնացել ենք դոկով, մեկ։ Երկրորդը, այդ ձեր հարցի պատասխանը արդեն հնչել է, որ ի տարբերություն նախկինում այս անգամ յուրաքանչյուր տեխնացու ստորագրել է իրավական փաստաթուղթ, որով որ իրավունք չունի ճամբար փոխելու, իրավունք չունի չենթարկվելու կուսակցության պահանջներին եւ իրավունք չունի ձեր լեզվով ասած եւ իմ լեզվով ասած տինտիրիներ անելու։ Այսինքն եթե մարդուն ասում է ինքը ունի այլ կարծիք, իր այլ կարծիքը վերցնում է եւ գնում է իրանց տուն։ Արտակ Գալստյան գործողություն այլևս բացառվում է 101%-ով։ Խնդրում եմ դա հաշվի առեք։ Նախ հետո ես մի բան ասեմ։ Ուրեմն հանրային այդ երևույթների նման երևույթներ ես այսօր ականատես եմ լինում նաև ստեղ, այս երկրում, երբ որ որոշակի դեմոկրատ կոնգրեսմեններ քվեարկում են հանրապետական կոնգրեսմենների հետ միասին։ Նայեմ ասել եմ, փաստորեն ստեղ էլ կան ռոբիկականներ եւ նիկոլականներ, դաժե ստեղ։ Երբ որ այսինքն ամենտեղ էլ կան, բայց մենք մեր հերթին արել ենք հնարավորինս եւ անհնարինը նմանատիպ երևույթը բացառելու համար։ Այսինքն ֆիլտրել ենք մաքսիմալ եւ իրականացրել ենք այդ պայմանագիրը, որը իրավական փաստաթուղթ է եւ մարդ ասում է, նայում է, կարտացել է, ընդունում է, եթե ահագին մարդիկ ես ասեմ, ում դեմ մեծամ եղել են մարդիկ դրել են, ասել է, չէ, ես հա չեմ ստորագրի։ Ասել եմ, չեք ստորագրի, հաջողություն ձեզ, բայց ինչ ես եկել ես որ ճամբար փոխես։ Եկել ես որ անեցին 30 տարիների, այս միշտ 30 տարի ընթացքում եղել է, չի լելու տես բան ալևս։ Այնտեղ էլի թղթեր են ստորագրված, չեմ ուզում մանրացեմ եւ այլն, բայց այն ինչ որ եղել է Երևանի քաղաքապետարանում, այլևս չի։ Դուրը չի գալի, եկած վեշմեշոկոտ կնա, մի հատ ինչ որ տղա հելել էր ոռը ճղա մեջ, ինչ որ սահակ էր, սևակ էր, ինչ էր, ասում ես թե, թուղթ է ստորագրել, բայց ինչ է, ասում է, ես կարողա գալիս եմ, ինչ ասում, իա լայվով, ասում եմ, ես կարողա գալիս եմ, հետո ուզում եմ գնամ ուրիշ ճամբար, քիչ հասկացաք, իմ հարցի որով փեսին լավություն եք անում, իմ հետիկով կմտնեք պարլամենտ, հետո վազեք գնաք միանաք սրան կամ դրա, ոտերը սկերել եք։ Ղուկասյան ջան, նույն բանը չկրկնվի, ցավը տանը, դրա բանը ասում, ուշադիր եղի, զգուշ եղի, արդեն որ ասում մի անգամ այդ բանի մեջ մտը հելել ես, էլի, պատմության մեջ, խնդրի մեջ։ Մենք մաքսիմալ ուշադիր ենք, իսկ այդ ճամբարափոխությունը դաժե ստեղ կա, որը ես էլ էի զարմացած, իմ համար էլ է շոկ։ Դեմոկրատները քվեարկում են հանրապետականների հետ միասին հերթական համակենտրոնացման ճամբարը այս երկրում բացելու համար։ Համակենտրոնացման ճամբար, այդ detention center-ը դա համակենտրոնացման ճամբար է, ոնց որ եղել է 40-ական թվականներին Գերմանիայում։ Այս էլ է դեմոկրատական երկիրը։ Բարձր, հետո սա սա Ամերիկա է։ Հիմա ես խորհուրդ եմ տալի չգալ, որովհետև դուք եթե ընկաք sense միտեղ որ հիմա որ ես եմ ընկել, որտեղ որ մարդիկ ինքնասպանություն են գործում բռերով։ Ես չգիտեմ։ Այս կոմենտը Ես Ղուկասյան ջան, քեզ է շուտապույտ ազատություն նորից կրկնում եմ, որ մայրիկին է լիքը առողջություն, ցավը տանեմ։ Շնորհակալություն։ Հələ Վարդան Ղուկասյանը կանրադառնա այս 15 ամսվա այդ տեսածին գրազրկանքներին եւ այլն, որ ամբողջ ժողովուրդն իմանա, ամբողջ աշխարհն իմանա, ինչի միջով են ասում։ Ժողովուրդը սպասում է դրան, հենց երկրորդ գիրքը գրես Ղուկասյան ջան։ Ապայման։ Հաջորդ ինչ խնդիրների առաջ ես ուտել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Հալո, կա՞ք տվող, թե չկա։ Այսինքն տվողներ լիքն է, բայց չգիտեմ թե չեն խոսում։
Պարոն Ղուկասյան, եթե թույլ եք տալիս, կարելի է օգտվել ձեր արձակը եւ կոչ անել մեր հայազգին։ Ինչից ներողություն չհասկացա հարցը։ Օգտվելով ձեր արձակից, ես ուզում եմ մի հատ կոչ անել ժողովրդին, կարելի է։ Խնդրեմ արեք։ Ժողովուրդ ջան, ես ինքս ապրում եմ դրսում եւ եկել եմ Հայաստան։ Քանի որ մոտ 6 տարի է մենք բոլորս ապրում ենք Հայաստանի ցավով եւ մտահոգված ենք Հայաստանի ապագայով։ Ուստի խնդրում եմ ժողովուրդ ջան, ով հնարավորություն ունի, դուրս արեք, եկեք Հայաստան եւ վերջապես մենք մեր ձայնը տանք, որոշենք ինչ անելու մեր Հայաստանի ապագան։ Որ վաղը չեմից օրը բոլորս նորից դրսից չասենք, էս ինչ եղավ, ոնց եղավ։ Կոչ եմ անում ու խնդրում եմ մի անգամ եւս, ով հնարավորություն ունի, արեք եւ անկախ ամեն ինչից ում ընտրելի եք, ում չեք ընտրելու, արեք մեր ձայնը տանք, որ մեր ձայնը լսելի լինի։ Բոլորս է դառնանք, ես բայ։ Շնորհակալություն։ Ես էլ ուզում եմ շարունակեմ ձեր ասած հայտարարությունը նամանավանդ։ Իմ սիրելի երիտասարդություն 10 տարեկանից 20 մինչև 35 տարեկան, որոնք որ մի փոքր, չգիտեմ, հիասթափված են, մի փոքր, չգիտեմ, հույսը կորցրել են, կամ ասում են մեզնից ոչինչ կախված չի։ Հարգելի ջահելություն, ես ձեզ ցավը տանեմ ձեզանից կախված է Հայաստանի ապագան։ Մի մարդու նման պետք է գնալ ընտրատեղամաս, բոլորը, թող ոչ մեկ չասի ինձանից ոչ բան կախված չի։ Ձեզանից է կախված, ձեզ խաբել են 35 տարի, որ ասել են ձեզանից բան կախված չի։ Ձեր ձայնի համար ոռ են տալի, ձեր ձայնի համար իրար են ուտան։ Պիտի գնաք ընտրատեղամաս եւ քվեարկեք։ Գնացեք եւ քվեարկեք, ես չեմ ասում հենց իմ օգտին, բայց գնացեք ու քվեարկեք, որ ձեր ձենը չկորի, սրանք չվեկալեն, լսեն իրանց մոր տնոն ու չգիտեն նորից վերարտադրվեն։ Գնացեք եւ քվեարկեք, թողեք ձեր գործը։ Մի ալարեք, կիրակի օրա չնայած դիվանի վրից հելեք, գնացեք քվեարկեք։ Մի ասեք մեր ձենը կարևոր չի։ Դուք եք ես երկրում ապրելու, մտածեք ձեր երեխաների, ձեր ծնողների, ձեր հարազատների, գերեզմանների մասին, որ սրանք չթողան Թուրքին ու Ադրբեջանցուն, սրանց նպատակն է դա։ Սրանք ասում են հրաժարվեք Արարատից, հրաժարվեք ցեղասպանությունից, հրաժարվեք Վանից, հրաժարվեք Արցախից, Մեսոբ Մաշտոցը հայ չեղե տարերը գողացված եղե։ Մի պետություն, մի պետության ղեկավարություն։ Այո, մի րոպե։ Ուրեմն, սիրելի երիտասարդություն, սիրելի ժողովուրդ, ես 15 ամիս է գտնվում եմ այս բանտում, սա բանտ է, սա դրան վրա գրած է detention center, բայց սա բանտ է, ստեղ գտնվում են հանցագործներ, նարկոմաններ, անօթևաններ եւ այլն։ Ես ամենամեծ ժամանակահատվածով 15 ամիս է ես ստեղ եմ, ամենամեծ պատիժը կրողը ես եմ ստեղ, վարչական, իզնից ավել ոչ մեկը չկա, ամենը քաղաքացիները այս բանտում մի տարուց ավել չեն պահվում, մաքսիմալ ժամկետը 1 տարի է, որտեղ այս բանտը նախատեսված չի մի տարուց ավել մարդու ստեղ պահել, որտեղ այս բանտը, բանտախցերը, որտեղ չկա պատուհան, որտեղ որ դուք արևի լույսը տեսնում եք ընդամենը շաբաթը 1-2 անգամ, որտեղ տրվում է ժամկետնանց սնունդ, ոչ պիտանի սնունդ, թունավոր սնունդ, ինչ որ ես ասեմ, ես ամենը մենք բողոքարկում ենք դատարաններում, մենք դատի ենք տվել այս բանտին, մենք դատի ենք տվել իշխանությանը, բայց ինչ է գնում ենք դատարան ասում է իմ տիրույթուն չի, բողոքում ես FBI, ոչ մի ձեն չկա, գնում ես դատախազին, դատախազը ասում է ես իրավունք չունեմ միջամտելու, ուզում եմ ասեմ կոռուպցիան այնքան բարձր է այստեղ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ու Հայաստանը կոռուպացված է, Ռուսաստանը կոռուպացված է, Բելարուսյան կոռուպացված, այդ երկրները գլուխը պատովն են տվել սրանց թեմը, եկեք ստետես է կոռուպցիա, ես այս 15 ամիսը խոշտանգվում եմ ստեղ, կեղտոտ սպիտակ եղերների մեջ որը փոխվում է ամիսը մի անգամ, ում համար, ձեր համար, ձեր, հակառակ դեպքում ես մի օր հետո ազատության մեջ էի, եթե համաձայնվեի սրանց հետ, մի օր հետո, ես այս պատիժը ստեղ, այս խոշտանգումը կրում եմ ձեր համար, որ դուք այդ օրը գնաք քվեարկեք, ինձ եկան գողացան իմ տնից, դրան դեմից, բոզի տղավարի գողցան բերին կցին ստեղ կեղծ մեղադրանքով, ինչի համար, որ ես չմասնակցեմ ընտրություններին, որ ես կոտրվեմ, որ ես իմ գլուխը խոնարեմ, համաձայնվեմ սրանց հետ, Նիկոլի վարած քաղաքականության հետ, թուրքերը գալցեն Հայաստան եւ անեն այն ինչ որ արել են 15 թվին մեր հետ։ Ես 15 ամիս այս զրկանքը կրում եմ ձեր համար, ձեր երիտասարդություն, ձեր,
որ դուք ապրեք նորմալ երկրում, որ դուք դառնաք մնաք հայ, որ դուք չդառնաք թուրք, որ ձեր նախնիների գերեզմանը չպղծվի, չկան տնեն քանդեն մեջմիացնով ասել դուք սրա թուղթը չունեիք, ոչ հիմա անում են Արցախի հետ։ Մի ալարեք, եւ այդ օրը ամսի 7-ին գնացեք ընտրատեղամաս։ Վարդան Ղուկասյանը 15 ամիս է խոշտանգվում դրա համար։ Սա խոշտանգում է, սա կալանք չի, սա խոշտանգում է։ Եվ ինչ որ ես ասում եմ, ինչ որ ես հայտարարում եմ, այդ ամենը տված է դատու դատարան, ինչ չի որ դու չես կարող այստեղ խլնես Հավայի տրես, ասես այս բանը սեշ չի։ Ոտդ որից կանջատեն, եթե մի բան Հավայի տրեցի, առանց ապացույց։ Այս այդ երկիրն այստեղ լրագրողին ինֆորմացիա տալում է, լրագրողը վախը դաժե դա հրապարակի։ Տվել ենք, մամուլին եք տվել, վախը հրապարակի։ Ասում աղջիկ ջան, փաստաբաններ բացատրում են, ասում են, եթե մեկ դատարան տված չլինենք, մամուլը կվախենա, կաս եթե հիմա ալեմ հայտարարեն, որ այս բանտում SSS բարգերն են տիրում, մարդը 15 ամիս է գտնվում է բանտում, չլինելով հանցագործ։ Իսկ ինչ եք անում։ Իսկ ինչ եք անում դու էմիգրանտների հետ։ Բայց հարցը դատարանն էլ է վախենում լսի։ 9 ամիսը սեպտեմբերի 9-ից մենք դատի ենք տվել այստեղ իշխանությանը, դա չկա։ Վեց չնքամ եղել ամսի 14-ի եւ դատարանը վախը վճի հրապարակի։ Վախը։ Հիմա վախը թե վերևից զանգացել են վճի հրապարակես, այս երևույթն է։ Եվ այս ամենը ես կրում եմ ձեր համար, որ դուք այդ օրը գնաք կտրատեղամաս եւ ոչ ասեք սրանց։ Ոչ։ Որովհետև սրանք եթե վերարտադրվան, այդ քարտեզը խփեդոշի ֆռմա, այդ քարտեզը խփելու են մեր եղած շեղածի բվրեն եւ հանձնել հողին։ Մոռացեք, որ թուրքն ու ադրբեջանցին ձեր հետ նեյնամ են անելու։ Մոռացեք, եւ որ Եվրոպան ձեզ բրգելու է։ Այդ Եվրոպան այսօր պիտի դեր հարցակներ սրահեն, ասել դու ես ինչ ես անում։ Համակետոնացման ճամբար ես բացել 21-րդ տարում երեխաների համար։ Համակետոնացման ճամբար ես բացել կանանց, տալես մարդկանց համար, անմեղ մարդկանց բանտերում ես բծում։ Իսկ ինչ ես անում դու։ Գազովի կամերան հետ է սպերում, հնաման աստորագրել, որ գազախուցը հետ բերել, 45 թվից եկով գազովի կամերա չօգտագործում, ամբողջ աշխարհով մեկ, էլեկտրական լաթորներ դրին փագին, սա հետ են բերում, Ալկատրաս բանտը բացել է միգրանտների համար, դուք հասկանում եք ինչ է կատարվում, իսկ դու սիրելի Եվրոպան լռում է, ուղղակի մի քիչ համարձակություն ունեցավ, ասեց ՆԱՏՕ-ից ես դուրս եմ գալի, դիվանագիտորեն հասկացեց, մենք չենք խառնում կոպապերազների մեջ, այս ինչ ես անում։ Դատական համակարգը չկա դες բան ստեղ, չկա մոռացեք, այս են ամերիկան չի այլևս։ Եվ մեզ ուզում են բացեն թուրքի բերանեն, որով որ եկալեմ են դրոշները թափայելով, գալեմ են ու չգիտեմ, Ռուսաստան են Քարկոսում էսանը Վարդան Ղուկասյանը ասում է ռուսամեծ, Վարդան Ղուկասյանը ռուսամեջի, Վարդան Ղուկասյանը հայամեծը բացատրում է, ասում է այ բոզդի տղեկ, ես ինչ եք անում, ես ինչ ապատեղեկատվություն եք դուք մտցնում ժողովը, ինչ եք ուզում որ մեր հետ լինի ինչ տեղ ունեցավ, տեղի ալնելու մեզ որ այդ Ուկրաինայում, Ուկրաինան է Եվրոպայի ամենամեծ պետությունը, էլ տակ չմնաց, 50% գնաց կորավ, 8 միլիոն փախստական, 1 միլիոն զոհ, դուք եք ուզում անեք Հայաստանի հետ, դուք ուզում եք թուրքը մեզ կուտա Դրա համար պետք է գնալ ընտրատեղամաս։ Մի մարդու նման պետք է գնացեք ու ուզում եք ձեն տվեք, բայց գնացեք։ Մի թողեք ձեր ձենը կորի։ Իհարկե շատ ճիշտ կլինի որ գնալ ձեն տալ դոգին։ Դոգի որտեղ միակ անդիմադիրը դա եւ միակ մարդը որ այսօր գտնվում է բանտում եւ բանտից մասնակցում է ընտրություններին, որ ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է, երրորդ երկիրը միջամտում է միալ երկրի ներքին գործերին այս երկիրն ամեջամտում պահմա, որը տենիկով վերարտադրվի, չի վերարտադրվելու, այդ ոչ զայնագրվի թոլսային, հիմա սրրուն նստած լսում է, թոլսի, որ չի վերարտադրվելու նիկոլ, վերարտադրված ես եմ ոտը որրից պոկելու, սիկտիր եմ անելու այդ կառավարության շենքից, թոլսեն, իսկ դուք իրավուկ չունեք չգնալու ընտրատեղամաս, իրավուկ չունեք, հաջորդածը եւ վերջ Պարոն Ղուկասյանից մահապատիժ լինելու է ձեր վախը։ Ապայման, պետական դավաճանության համար այո։ Դուրա գալի, դուր չի գալի լինելու է, ում դուր չի գալի թողը, չգիտեմ, մի բաժակ բախավի, տակ ջուր։ Ուրիշ։ Ես մի բան գիտեմ, մենակ սրանք բախնոլորտ է պետք։ Ու էդի է միակ մահապատիժն է, որ մեջ վախ չկա, վերացել է վախը սրանց մեջից։
Ես հայտարարեցի պետական դավաճանության համար լինելու է մահապատիժ։ Եվ այդ մահապատիժը ազդելու է հետին ամսաթվով Արցախը հազվազները դատապարտելու են ամենաբարձր պատժաճապով։ Մահապատիժ դուրս չի գալի աշխարհ, դա աշխարհի անձնական իրավունքն է։ Այսքանը վերջացավ։ Որպեսզի մյուս անգամ նմանատիպ փոզի տղեկ այլևս չվերապատրվեն եւ չասեն էդի մերը չէ։ Ահումն է։ Մենք ամենքն ինչ ֆորրենք տալի որ էդի մերը չէ։ Որ էդի մերն է, այդտեղ ինչ Ադրբեջանը 10 թվին հայտնվեք քարտեզ երեցի որպես Ադրբեջան։ Փոզի տղեկից չեկել է խոսում։ Եվ ամենքան Երևանը մերը չի։ Արարատը մերը չի։ Սա մերը չի։ Մենք ինչ էինք անում։ Այսքանը եղավ, մեր ժամանակը սպառվեց, շնորհակալություն հարգելի ժողովուրդ հարցը պատասխանին մասնակցելու համար։ Հուսամ եկող շաբաթ մենք այս ամենը կանենք արդեն ուղիղ եթերով բաց։ Եթե ուրբաթօրը մինչև ուրբաթ մեզ բացը չթողեցին, ես մտադրված եմ հայտարարելու հանրահավաք ամերիկյան ֆեդերալ դեմոկրատական դատարանի առաջ պահանջելով պատասխան հարգարժան դատավորից, որին մենք սպասում ենք ապրիլի 14-ից ինքը դատարանը քալրությունա, ատես մարդ կողություն չունի։ Ես էլ դեմոկրատական երկիր։ Այսքանը, շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։